Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգվույն Սրբո ամեն։ Ոմանք եկան Հիսուսի եւ պատմեցին այն գալիլեացիներուն մասին, որոնք Պիղադոսի կողմէ սպաննվեցան, երբ Աստուծո զոհը մատուցան էին։ Հիսուս անոնց ասավ. «Կգարձեք թե սպաննվող այդ գալիլեացիները մյուս բոլոր գալիլեացիներեն ավելի մեղավոր էին, որ այդպիսի վախճան ունեցան, ոչ կսեմ ձեզի, որ եթե չապաշխարեք, դուք բոլորը թալ նույնպես պիտի գործվիք։ Կամ ինչ կմտածեք այն 18 մարդոց մասին, որոնց վրա ինգավ աշտարակը Սելովամի մեջ եւ սպանեց զանոն։ Անոնք ավելի հանցավոր էին, քան Երուսաղեմի բոլոր բնակիչները, ոչ կսեմ ձեզի, Այս եթե չապաշխարեք, բոլորը թալ նույնպես պիտի գործվի։ Անոնց հետևյալ առակը պատմեց։ Մարդ մգար, որ իր այքիին մեջ թզենի մտնկած էր։ Դուս քաղելու կնաց, բայց թզենիին վրա բդուղ չկդավ։ Այքեբանին ըսավ. այս երրորդ դարին է, որ գուքամ դուս քաղելու, բայց չեմ գտներ։ Ուստի գտրես այն, ինչու անիմաստ գերբով դեղ կրավել։ Այքեբանը պատասխանեց դեր, թող այս դարի ալմնա, ես իր շուրջի հողը գրգին գփորեմ եւ բարարդատուսիչ կտնեմ, այս սևով թերևս բդուղ դա, ապա թե ոչ քալ դարի գտրես այն։ Սիրելի հավատացյալ քույրեր եւ եղբայրներ, այնքան գեղեցիկ դրվագ է այս մեկը, որուն բարերուն եւ դողընթմեջ իմաստներուն եւ պատկամներուն, եթե ուզենք անդրադառնալ եւ բեղել անոր մեջ գտնվող կանցերը, կգարձեմ, որ շատ ժամանակ այստեղ պետք է մնանք։ Բայց եկեք գոնե հագիրճ գերբով անդրադառնանք այս էջին վրա գրվածին։ Հիսուսի Ղուգասի գոմե գրված այս ավետարանի մեջ կտեսնենք, որ գսե ոմանք եկան Հիսուսի եվսին։ Երուսաղեմի մեջ Օնդացի Պիղադոս ղեկավարը մորթեց գալիլեացիներու խումբը դաջարին մեջ, երբ անոնք գերթային իրենց ուխտը կատարելու դաջարին մեջ, իրենց աղոթքը կատարելու։ Արդյոք այս մարդիկը մեղավոր էին, որ այսպես կատարվեցավ իրենց։ Արդյոք Աստված կպատժե իրենց, որ այսպես կատարվեցավ իրենց։ Հար եւ նման հարցաթումներ կատարվեցան Քրիստոսի։ Որովհետև օրվան մտայնության մեջ սիրելիներ, մարդիկ կմտածեին, որ պատիժը Աստուծմե է։ Եվ եթե փամ մբադահի հետդ, եթե ցախորտություն մբադահի կյանքիդ մեջ, ադիգա անպայման որ թուն մեղք մկործած ես եւ ադոր համար Աստված քեզ կպատժե եւ գամ քու հարազատներուդ կդարած մեղքին համար Աստված քեզ եւ քու սերունդներուդ կպատժե։ Հար եւ նման մոդեցումներուն դիմաց Հիսուս ուքա լուսապանելու ավելի Աստուծո ինքնությունը։ Գսե Հիսուս. ոչ, երբեք անոնք ավելի մեղավորներ չէին մեզ մե, ավելի մեղավորներ չէին Երուսաղեմի բնակիչներեն, ավելի մեղավորներ չէին Գալիլեայի ժողովուրդեն, որ արժանացան հար եւ նման մահվանը, չարչարանքիմը, դարաբանքիմը։ Բայց հետաքրքրական է սիրելիներ, Հիսուս իր խոսքը գավարդե
շատ գեղեցիկ առագովը լուսափանելու համար թե ինչ ասել ուզե։ Եվ այդ առագը բոլորիս ծանոթ է, թզենիի ծառին առագը։ Ես հողագործ չեմ, բայց հողագործներ թերևս լավ գիտեն, որ գսվի թե թուզի ծառը խաղողին համար այգին մեջ օգտագործություն ունի։ Եվ շատ մարդիկ այդ պատճառով անցյալին եւ թերևս ալ ներկային թուզի ծառ գծանեին խաղողի այգին մեջ։ Եվ հողադերը գուքա գնայի որ այդ թուզի ծառը անբդուղ կմնա։ Առաջին դարին գուքա կտեսնե ծառը անբդուղ է։ Երկրորդ դարին գուքա նույնպես կտեսնե որ ծառը անբդուղ է։ Երրորդ անգամին գուքա այլևս հողագործին կգանչև գսե այս ծառը անբդուղ է։ Երեք անգամ, 3 տարի է գուքամ եւ անբդուղ է։ Ուստի գդրեզ այն, որբեսի բարաբի դեղ չկրավե։ Բայց գեղեցիկ է սիրելիներ, այստեղ ինչպես այդ հողագործը գսե դեր թող այս տարի ալմնա ես իր շուրջի հողը գրգին կփորեմ եւ բարարդացուցիչ կտնեմ այս սեվով թերևս բդուղ դա աբա թե ոչ քալ դարի գդրեզային խոսքը սիրելիներ անթենական կյանքի մասին չէ դժբախտաբար շատ քարոզիչներ երբ այս թրվակը կգարթան գխորին թե Հիսուս երբ աբաշխարության գարաչնորդ է մարդիկ թելաթրություն գնե որ աբաշխարեն ուրեմն ադիգա անպայման որ անթենական կյանքի մասին է ոչ Հիսուսի այս խոսքեր եւ այս առագը ամբողջացավ բացմության ընթացքի եւ շատ հետաքրքրական է Հիսուս հրյաներուն ըսավ որ եթե չաբաշխարեք այսինքն ծեր ճանապարհեն չթարնակ ծեր նեղմիտ ազգայնամոլ ինքնասեր ինքնագետրոն ճանապարհեն չթարնակ եւ Աստծո արքայության համամարտկային իր դարողությունը չընդունիք դուք պիտի դուժեք հրյաներ չլսեցին առագին մեջ այստեղ փառ մգա որ շատ գեղեցիկ է նույնիսկ քեզի խորին կուտա Հիսուս այստեղ իր առագին մեջ կսե որ հողադերը եկավ 3 տարի 3 տարի ըստուքեց որ ծառը բդուղ դա բայց բդուղ չդվավ Հիսուս 3 տարի քարոզեց 3 տարի Երուսաղեմին համար լացավ, աղոթեց, քարոզեց, բայց Երուսաղեմը չանցած, չլսեց, մդիկ չռավ Աստուծո, չդարձավ իր ճանապարհեն, գարձեց որ Աստված իր անձնական, ազգային շահերուն համար պետք է օգտագործե, եւ փորձեց սահմանափակել Աստված, մերժեց ամեն մտածում, որ Աստված դուրս կբերե Իսրայելեն եւ բոլոր մարդկության կնվիրե Երուսաղեմ եւ Իսրայել փաստորեն մորցած էին իրենց առաքելությունը ամբողջ մարդկության իրենք որ գանչված էին ճշմարիտ Աստուծո լույսը տարածելու համայն մարդկության զասված արին եւ փորձեցին սահմանափակել իրենց հավաքական եւ ազգային սահմաններենս եւ փորձեցին ծառայեցնել Աստուծո անունը իրենց շահերում բայց Հիսուս եկավ իրենց ասելու եւ շատ հետաքրքրական է մեկ թրվակ առաջ գխոսի թշնամիին հետ թադարան երթալու հարցի մասին
Իսրայելի ժողովրդին եւ քալիլիացիներուն իմաստնավորի, որոնք ծանոթ էին իրենց տաք գլուխության, ըմփոստ նկարակրով, Հիսուս անոնց կսե ուշադիր ըրեք, եթե ձեր ճանապարհեն չթարնաք եւ Աստծո արքայության ճշմարիտ պատկամը չուրացնեք եւ մնաք ձեր տաք գլուխության մեջ, ձեր ընդվզումներու մեջ, ըմփոստության մեջ, ժամանակը պիտի գա, երբ Աստված թույլ պիտի տա, որ չարիքը ձեր կյանքի մեջ մտնե, չարը ճզմե ձեզ, թույլ պիտի տա, որ իր պաշտպանությունը վերանա ձեր վրայեն, եւ դուք անոր հետևանքները կրեք։ Եվ ինչ պատահեցավ սիրելիներ։ Հիսուսի 3 տարի քարոզչութենեն հետո Երուսաղեմը մերժեց Հիսուսը։ Խաչեցին, որովհետև չուզեց ոչ մեկ կապ ունենալ Աստծո արքայության պատկամին հետ։ Բայց այս առագի ճշմարտությունը մնաց։ Հիսուս դագավին արիտ տվավ եւ շատ գեղեցիկ է։ Եկեղեցվո առաջին էջեր, պատմության առաջին էջերում մեջ կարդանք։ Առաքյալները հանցնարին այս պատկամը փոխանցելու մարդկության։ Եվ պատմությունը գսե, որ 60-ական թվականներու վերջերը առաքյալներուն չախչախիչ մեծամասնությունը արդեն նահատակվեցավ։ Այս առագը անգամ եւս մեր թիմաց եկավ սիրելիներ։ 70 թվականին, երբ այլևս առաքյալներն ալ սպաննվեցան եւ դակավին Իսրայելը չանցած Տիրոջ խոսքին, ինչ եղավ։ 70 թվականին Հռոմի գայսրությունը մտավ Երուսաղեմ եւ մի անգամդ միջ քանթեց տաճարը եւ 2000 տարի գործվեցավ Իսրայել։ Տիրոջ խոսքը սիրելիներ քաղցր է, բայց նաեւ մեզ երգյուղով պետք է լեցնի։ Եթե դերը փամը գսե, քաղցրությամբ գսե, սիրով լեցուն գսե, բայց եթե իր խոսքին չանցանք, անոր այդ խոսքին, այդ պատկամին հետևանքները շատ վատ կրնանլա, ոչ միայն անձնական մագարտակին, այլև ազգային եւ հավաքական։ Մենք որպես ժողովուրդ միշտ կհբարդանանք աջ ու ցախ խսելով, որ մենք առաջին քրիստոնյա պետությունն ենք։ Քիչ պետք է մտածենք այլևս նախքան խոսիլը, որովհետև եթե գտավանենք, որ մենք քրիստոնյա ենք, քրիստոնյա համայնք ենք, ժողովուրդ ենք, հավաքականություն ենք, ուստի բարդավորություններ ունենք։ Եթե չանցանք Տիրոջ խոսքին, եթե անփարդավանանք, մեծամտանանք, մենք մեր անձնական շահերուն նայենք, սատանային խոսքին ականջ տանք փոխանակ բարիին եւ ճշմարտության, կգարձեք, որ մեր վերջը քալիլիացիներուն կամ հին հրյաներու վերջեն ավելի լավ պիտի լա։ Ոչ։ Որովհետև այն ժամանակ Աստված իր պաշտպանությունը կվերցնե մեր վրայեն, ոչ միայն անհատապես, այլ որպես ժողովուրդ եւ հավաքականություն։ Եվ թույլ կուտա, որ մենք անձնադուրը լանք, ինչպես Պողոս առաքյալ Հռոմեացվոց իր նամակի մեջ կսե, անձնադուրը լանք չարին, չար մտածումներուն, չար գործերուն, որովհետև Աստված չի բարդատրեր մեզ ուղիղ ճանապարհեն քալել։ Սիրելի հավատացյալ քույրեր եւ եղբայրներ, ժամանակն է, որ անցանք Քրիստոսի այս խոսքին նախքան ուշ ըլլալը։ Ապաշխարեցեք, կսե Հիսուս,
Աբաշխարեցեք ոչ թե որբեսի միայն աբակային երկնքի թագավորությունը ժառանգեք, աբաշխարեցեք այսօր եւ հիմա, որբեսի երկնքի թագավորությունը երգիր իջեցնեք, աբաշխարեցեք այսօր, որ Հիսուսի ներկայությունը երգիր իջեցնեք, աբաշխարեցեք այսօր, որբեսի Քրիստոսի սեր եւ ողորմածությունը, երկայնամտությունը երգիր մարդոց մեջ իջեցնեք, աբաշխարությունը անտենականին հետ գապված ըլլալով հանդերձ, ավելի գարանչվի այսօրվան հետ, այսօր ես ինչպես պիտի վարվիմ իմ նմանիս նկատմամբ, Քրիստոսի խոսքը պիտի մտի գնեմ, աղքատին, զրգյալին, հիվանդին, դգարին, դեր պիտի թարնամ, իմ ունեցվածքս իմ անձնական փառքիս համար պիտի օգտագործեմ, թե իմ նմանիս, իմ ժողովրդիս համար պիտի օգտագործեմ, իմ կյանքս ինքնագետրոն ձևով պիտի ապրիմ, ես եւ վերջ կամ ուրիշին համար պիտի խորհիմ, պիտի մտածեմ, արդյունք պիտի թափեմ, անոնց հետ պիտի ոչ միայն խորհիմ կամ խոսիմ, այլ կործեմ, անոնց հետ ըլլամ, մտքով, սրտով, հոգիով եւ մարմնով։ Սիրելի հավատացյալ քույրեր եւ եղբայրներ, մոխրակույն ըլլալը արժեք չունի քրիստոնեական կենցաղագերբի մեջ։ Պիտի որոշենք, կամ ջերմակ, կամ սև։ Քիչ մը ասկե, քիչ մը ատկե առնելով, մի գարձեք, որ մենք քրիստոնեական հավատքը կրնանք ապրիլ։ Կամ ընտրեցեք սևը եւ ասեք, որ ես իմ ուզածից պես իմ կյանքս պիտի ապրիմ, ազատ եմ ես, իմ անձնական շահերս պիտի հետապնդեմ, իմ անձնական փառքս եւ բադիվս պիտի հյուսեմ, իմ անձնական խաղաղությունս պիտի հետապնդեմ եւ ուրիշ ինչ որ բադահի ինձ ինչ։ Եվ կամ պիտի ասեմ, որ ես Աստծո որդին եմ, աղախինն եմ, ուրեմն որպես այդպիսին արժանավայել ձևով պիտի ապրիմ իմ կյանքս։ Այնպես որ մեկը եթե զիս տեսնե, պիտի օրհներքե դիրոջ, ոչ թե հայհոյե։ Մեկը որ զիս տեսնե, պիտի ուզե ինձի պես ըլլալ, պիտի ասե, որ այս մարդը, այս դիգինը, ինչպիսի տարբեր հոգիով կքորզե, պիտի հետաքրքրվի, պիտի ներշնչվի, մեր խոսքով եւ մեր գործով։ Ուստի սիրելիներ, եկեք անգամ եւս մեր պատկանելիությունը հայտնենք Քրիստոսին։ Մեր ամբողջ ինքնությունը փռենք Հիսուսի ոտքերուն առջև։ Գիտեք ինչ կնշանակի, չէ՞։ Կնշանակի, որ մեր եսը, մեր եսասիրությունը, մեր ամփարդավանությունը քեդին պիտի տնենք։ Պիտի ջզմե Հիսուս իր ոտքով այդ եսը։ Պատմությունը վկա։ Մեծամեծ սուրբեր ունեցած ենք, որոնք մեծ ընտանիքներ եկած են, հարկված, թիրքի, պաշտոնի դեր մարդիկ եղած են, բայց անդրադարձած են, որ այդ բոլորը անիմաստ են, ժամանակավոր են, ժողովրդային խոսքով գլխու բելա են, ճշմարիտը, հավիտենականը Հիսուսի արժեքներով լիցքավորվելն է, որովհետև այն ժամանակ, երբ ես Հիսուս կդառնամ, Հիսուսով կամրապնդվիմ, այդ ժամանակ ես ժամանակավորին սահմաններում մեջ չեմ մնար, կանթրանցնիմ այդ եւ հավիտենապես այլևս կապրիմ այն կյանքը, որ այստեղ ոչ թրամը, ոչ թիրքը, ոչ բաշտոնը գրնա ինձի տրամադրել։ Վկա պատմությունը։ Ուստի սիրելիներ, եկեք այս ոգիով մեր ցերկերը բարձրացնենք Աստծո եւ խնդրենք իր մե,
որ Սուրբ Հոգին ներկործե մեր բոլորի կյանքի մեջ։ Հստակացնե մեր միտքի մեջ, թե մենք որ ճանապարհ ենք գուզենք քալել։ Գուզենք Քրիստոսի պատկանիլ, իր խոսքը կատարել մեր կյանքի մեջ, թե գուզենք հեռանալ Քրիստոսեն։ Թող Աստված ներկործե մեր կյանքի մեջ, որովհետեւ այնպես մեր հավատքը, մեր համոզումները արմատավորվին մեր կյանքի մեջ, որ այլևս ոչ մեկ դժվարություն, ոչ մեկ փորձանք, ոչ մեկ ճագերդյալ արժեքներ երկրավոր, ոչ մեկ մեծություն, թիք, պաշտոն, հարստություն կարենան մեզ հեռացնել այդ հավիտենական ճանապարհը։ Օրհնյալ եք սիրելիներ եւ օրհնյալ մնաք Տիրոջ հովանավորության ներքո, այժմ եւ միշտ եւ ավիտյանս հավիտենից։ Ամեն։